Ողջույն։ Երբ լսում եք կարգապահություն բառը, ինչ եք պատկերացնում։ Երևի թե ինչ-որ խիստ կանոններ, սահմանափակումներ, զրկանքներ, ճիշտ է։ Դե իսկ ինչ, եթե ասեմ, որ իրական կարգապահությունը ոչ թե պատիժ է, այլ ինքնասիրության ամենաբարձր դրսևորումը։ Հա, հենց այդպես։ Եկեք միասին խորանանք այս հզոր գաղափարի մեջ։ Բոլորը ուզում են դրախտ գնալ, բայց ոչ ոք չի ուզում մեռնել։ Գիտեք, սա մի քիչ կոպիտ է հնչում, բայց դրա մեջ այնքան ճշմարտություն կա։ Սա ըստ էության մեր ամբողջ խոսակցության հիմքն է։ Ցանկացած մեծ պարգև, ցանկացած մեծ նպատակ պահանջում է մեծ զոհողություն։ Այլ տարբերակ պարզապես չկա։ Ուրեմն պատրաստվեք, որովհետև սկսվում է իսկական պատերազմը։ Բայց ոչ, սա աշխարհի դեմ պատերազմ չէ, սա պատերազմ է ձեր սեփական մտքի դեմ։ Սա ներքին պայքար է ամեն օր, ամեն ժամ վերահսկողության համար, իսկ ձեր միակ ու ամենահզոր զենքը ինքնակարգապահությունն է։ Տեսեք այս թիվը 99%։ Մի վարքյան ուրակի մտածեք սրա մասին։ Մարդկանց գրեթե բոլորը, ճնշող մեծամասնությունը ուզում են երազանքի կյանքով ապրել, բայց պատրաստ չեն վճարել դրա գինը, պատրաստ չեն անել այդ դժվարին աշխատանքը։ Հիմա հարցը ձեզ. դուք ուզում եք լինել այդ 99%-ի մեջ, թե պատրաստ եք միանալ այն փոքրաթիվ 1%-ին, որն իսկապես գործում է։ Որովհետև տեսեք, ցանկացած երազանքի բանալին հենց ինքնակարգապահությունն է, բայց այստեղ մի կարևոր նրբություն կա։ Սա ձեր մարմնի մասին չէ, սա ձեր մտքի մասին է։ Մենք կարծում ենք կարգապահությունը վաղ արթնանալն է, մարզվելը, առողջ սնունդը, բայց դրանք ընդամենը արդյունքն են։ Իրական ճակատամարտը, իսկական խաղը տեղի է ունենում հենց այստեղ, ձեր գլխում։ Լսեք, կյանքում մի բանից խուսափել հնարավոր չէ։ Ցավից։ Բոլորս էլ ինչ-որ ցավ զգալու ենք, դա ուղղակի փաստ է։ Բայց լավ նորությունն այն է, որ մենք ընտրություն ունենք։ Մենք կարող ենք ընտրել, թե որ ցավն ենք ուզում զգալ, եւ հավատացեք, այդ միակ ընտրությունը որոշում է մեր ամբողջ կյանքի հետագա ընթացքը։ Ահա, սրանք են ձեր երկու տարբերակները։ Այլ տարբերակ չկա։ Մի կողմում կարգապահության ցավը։ Այո, դա ցավոտ է, դա դժվար է, բայց այն ժամանակավոր է, այն քշրում է գրամներ։ Մյուս կողմում ափսոսանքի ցավն է։ Ու սա այն բութ, ծանր, անվերջանալի ցավն է, որը քեզ հետ է ամբողջ կյանքում։ Այն քշրում է տոննաներ։ Իրականում անկարգապահությունը ուղղակի վատ որոշումների մի շղթա է, որի վերջում ձեզ սպասում է ափսոսանքի այդ ահռելի բեռը։ Ուրեմն կրկին հարցնում եմ, որ ցավն եք ընտրում։ Լավ, տեսությունից անցնենք գործի։ Բավական է խոսել, եկեք մարտական պլան կազմենք։ Եվ սրանք ուղղակի լավ խորհուրդներ չեն։ Սրանք իրական գործնական մարտավարություններ են, որոնք կօգնեն ձեզ կառուցել այն կարգապահությունը, որն անհրաժեշտ է այդ ներքին պատերազմում հաղթելու համար։ Ուրեմն, ահա 3 հզոր քայլ, որ կարող ես անել հենց այսօրվանից։ Քայլ առաջին. փոխիր միջավայրդ։ Եթե չես ուզում ուտել վնասակար բաներ, ուղղակի տուն մի բեր դրանք։ Այո, այդքան պարզ։ Դու ավելի ուժեղ չես, քան քո միջավայրդ։ Երկրորդ, նվաճիր քո առավոտը։ Արթնանալուց հետո առաջին 1 ժամը հեռախոսիդ ձեռք մի տուր։ Թույլ տուր, որ միտքդ հանգիստ լինի։ Այդ ժամանակը միայն քոնն է։ Եվ երրորդ, օգտագործիր այդ մաքուր, պարտ միտքը կենտրոնանալու ոչ թե խնդիրներիդ, այլ քո երազանքներիդ ու հնարավորությունների վրա։ Երբևէ լսել եք որոշումներից հոգնելու մասին։ Պարզվում է, մեր ուղեղը նման է մարտկոցի։ Ամեն օր մենք ունենք որոշակի քանակի մտավոր էներգիա լավ որոշումներ կայացնելու համար, եւ ամեն աննշան որոշում, ինչ հագնել, ինչ ուտել, այդ էներգիայից մի փոքր վատնում է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ վիրաբույժներն են օրվա վերջում ավելի շատ սխալներ անում հենց այս պատճառով։ Դա է պատճառը, որ Մարկ Ցուքերբերգի նման մարդիկ միշտ նույն հագուստն են կրում։ Նրանք չեն ուզում իրենց թանկարժեք մտավոր էներգիան ծախսել շապիկի գույնի վրա։ Նրանք այն պահում են միլիարդավոր դոլարների որոշումների համար։ Ուրեմն, ո՞րն է լուծումը։ Շատ պարզ է։ Ավտոմատացրու օրվա առաջին ու վերջին ժամերը։ Ստեղծի ռուտինա։ Այդ ժամերը դարձրու անձեռնմխրելի։ Դրանք միայն քեզ համար են։ Մարզանք, մեդիտացիա, գիրք կարդալ, նպատակներդ գրել, ինչ ուզում ես։ Այդպես դու քո մտավոր էներգիան կպահես այն պահերի համար, երբ այն իսկապես պետք է։ Եվ հիմա մենք հասնում ենք այս ամենի սրտին, ամենակարևոր գաղափարին։ Եթե դուք այսօր միայն մի բան պետք է հիշեք, թող դա լինի սա։ Սա այն մտածելակերպի փոփոխությունն է, որն իսկապես կարող է փոխել ամեն ինչ։ Ժամանակն է կարգապահությանը նայել լրիվ այլ կերպ։
Մոռացեք այն ամենը, ինչ գիտեիք կարգապահության մասին։ Ահա նոր սահմանումը։ Կարգապահությունը դա կարճաժամկետ հաճույքից հրաժարվելն է երկարաժամկետ ինքնահարգանք ձեռք բերելու համար։ Սա զրկանք չէ, հասկանում եք։ Սա փոխանակում է։ Դու փոխանակում ես 5 րոպեի հաճույքը մի ամբողջ կյանքի ինքնահարգանքի հետ։ Հիմա ասեք, սա լավ գործարք չէ՞։ Պատկերացրեք այս ներքին խոսակցությունը։ Ձեր մի մասն ասում է. «Ուզում եմ այս պիցան»։ Իսկ մյուս, ավելի իմաստուն, սիրող մասն ասում է. «Գիտեմ սիրելիս, գիտեմ, որ ուզում ես, բայց ես քեզ չափազանց շատ եմ սիրում, որ թույլ տամ սա ուտես, որովհետև ես գիտեմ, որ 10 րոպե հետո դու քեզ սարսափելի ես զգալու»։ Սա է ինքնասեր կարգապահությունը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն սննդին։ Պատկերացրեք այլ իրավիճակ։ Գիտեմ, որ այս մարդու հետ ինչ-որ կայծ կա, ինչ-որ ձգողություն, բայց դու զուգընկեր ունես։ Դուք միասին մի ամբողջ աշխարհ եք կառուցել։ Ես քեզ չափազանց շատ եմ սիրում, որ թույլ տամ քանդել այդ ամենը մի ակնթարթային գայթակղության համար։ Կարգապահությունը պաշտպանում է ձեր արժեքները։ Եվ եւս մեկ օրինակ, որը բոլորիս է ծանոթ։ Գիտեմ, որ ուզում ես ընկերների հետ դուրս գալ, զվարճանալ, բայց դու վաղը կարևոր քննություն ունես։ Եվ ես քեզ չափազանց շատ եմ սիրում, որ թույլ տամ ձախողվես։ Տեսնում եք։ Ինքդ քեզ սիրելը նշանակում է ներդրում անել քո իսկ ապագայի մեջ։ Լավ, բայց ինչի համար է այս ամբողջ պայքարը։ Որն է մրցանակը այս դժվարին ճանապարհի վերջում։ Այո, կարգապահության ճանապարհը հեշտ չէ։ Այն սալիկապատված է դժվար որոշումներով ու զոհողություններով, բայց այն տանում է մի տեղ, ուր բոլորս ենք ուզում հասնել, դեպի կայուն իրական երջանկություն։ Պատկերացրեք մի պահ։ Դուք 80 տարեկան եք, նստած եք ձեր բազկաթոռին եւ հետ եք նայում ձեր կյանքին։ Ինչի համար եք ափսոսալու։ Որ մի քանի սերիալ բաց եք թողել, կամ որ մի երկու անգամ պիցա չեք կերել։ Իհարկե ոչ։ Դուք ափսոսալու եք այն կյանքի համար, որը կարող էիք ապրել, բայց չապրեցիք։ Այն ներուժի համար, որը չբացահայտեցիք։ Այս ամենը հանուն դատարկ, կարճաժամկետ հաճույքների։ Եվ այսպես, մեր խոսակցության վերջում ես ձեզ թողնում եմ մեկ, բայց ամենակարևոր հարցով, հարց, որն ուղղված է անձամբ ձեզ։ Ձեր մարմինը, ձեր միտքը, դրանք դրախտային այգի են, թե աղբանոց։ Դուք ամեն օր խնամքով մշակում եք այդ այգին, ջրում, սնուցում, թե ուղղակի աղբ եք լցնում դրա մեջ ու անցնում առաջ։ Միայն դուք գիտեք պատասխանը, եւ ձեր պատասխանը, ձեր ամենօրյա ընտրությունը կորոշի ձեր ողջ ճակատագիրը։ Ընտրությունը ձերն է։ Շնորհակալ եմ ուշադրության համար։